ձեզ, ես Հայկ Առաքելյանն եմ և կապացուցեմ ձեզ, որ վեբ ծրագրավորման և ընդհանրապես ծրագրավորման մեջ ոչ մի դժվար բան չկա։ Այս դասին մենք կուսումնասիրենք CSS-ը։ Դրա համար եկեք բացենք ֆայլ 1-ը, որը ես հատուկ պատրաստել եմ, որպեսզի մենք գրենք CSS կոդ։ CSS-ը բացվում է որպես Cascading Style Sheets և նախատեսված է կայքի ձևավորման համար։ CSS-ը HTML կոդի մեջ հնարավոր է մուտքագրել 3 տարբերակով. inline, այսինքն գծային, internal, այսինքն ներդրված, և external, այսինքն արտաքին տարբերակներով։ Հիմա մենք կօգտագործենք inline CSS-ը, որպեսզի մեր էջին տանք հետևի ֆոնային գույն։ Եկեք գրենք style tag-ը, որի միջոցով կարող ենք գրել inline CSS։ Եկեք տանք հետևի ֆոնային գույն, դրա համար գրում ենք body background color line։ Եկեք հիշացնենք, ասեմ, որ CSS-ի մեջ թեգեր և ատրիբուտներ գոյություն չունեն, դրա փոխարեն գոյություն ունեն property-ներ և արժեքներ։ Լավ, փորձենք։ Տեսնում ենք, որ էջի հետևի ֆոնային գույնը փոխվեց։ Եկեք նաև ավելացնենք ֆոնային նկար։ Ենթադրենք ուզում ենք h11 նկարը տեղադրել որպես մեր էջի ֆոնային նկար։ Դրա համար գրում ենք background image URL նկար, մեր նկարի անունը h11.png։ Ասեմ, որ վեբ կայքերում հնարավոր է օգտագործել 3 ֆորմատի նկարներ, դրանք են PNG-ն, PNG, վերջավորությամբ նկարներ կամ տեսակով, JPEG նկարները և GIF։ Այս նկարներից թափանցիկություն ապահովում է միայն PNG-ն և GIF-ը։ Նկարի միջոցով անիմացիաներ հնարավոր է ստեղծել միայն GIF-ով։ Եվ ամենաօպտիմալ չափը լիագույն նկարների համար ապահովում է JPEG տեսակը։ Լավ, այս դեպքում մեզ մոտ PNG նկար է, եկեք փորձենք։ Եվ տեսնում ենք, որ բացի հետևի ֆոնային գույնից երևում է նաև նկարը։ Ասեմ, որ մեր նկարը թափանցիկ է, և եթե մեր նկարը թափանցիկ է, մենք կարող ենք տեսնել հետևի ֆոնային գույնը, այսինքն միաժամանակ կարող ենք տեսնել և հետևի ֆոնային գույնը, և հետևի ֆոնային նկարը։ Եկեք նաև փորձենք background repeat-ը։
Եվ դնենք արժեքը no repeat։ Հիշացնենք, փորձենք։ Եվ տեսնում ենք, որ նկարը այլևս չի կրկնվում։ Եվ միայն մեկ անգամ է երևում։ Լավ, ասեմ, որ հնարավոր են նաև արժեքներ repeat x, որը կտեղադրի մեր հետևի ֆոնային նկարը հորիզոնական և repeat y, որի միջոցով մեր նկարը կտեղադրվի ուղղայաց։ Եկեք նաև ավելացնենք background cover property-ն, բայց դրանից առաջ եկեք այստեղ տնենք no repeat։ Արժեքը և գրենք background size cover։ Փորձենք և տեսնում ենք մեր ամբողջ էջով տարածվեց տվյալ նկարը։ Լավ, եկեք շարունակենք և գրենք text մեր body-ի մեջ։ Տեսնում ենք, որ text-ը նորմալ հայտնվեց և BR tag-ը փակենք այն և կրկնենք տվյալ կոդը։ Հիշացնենք, տեքստը այնքան մեծ է, որ չի տեղավորվում բրաուզերի առաջին էկրանում։ Դրա համար ավելացել է scrolling-ը։ Եկեք ավելացնենք background attachment fixed Մենք տեսնում ենք, որ հետևի ֆոնային նկարը հիմա կանգնած մնում է իր տեղում, իսկ տեքստը իջնում և բարձրանում է։ Եվս մեկ անգամ նայենք տարբերությունը։ Անցնենք հաջորդ property-ին, որն է background position, top, right։ Որպեսզի նորմալ տեսնենք հետևի ֆոնային նկարի դիրքը, պետք է no repeat անպայման դրած լինենք և background cover-ը եկեք անենք։ Հետևյալ կերպ կարող ենք պասիվացնել տվյալ կոդը, այսինքն comment անենք։ Հիշացնենք, մենք տեսնում ենք, որ մեր ֆոնային նկարը տեղափոխվել է էջի վերևի աջ հատվածը։ Կարող ենք փոխել նաև արժեքները։ Ենթադրենք center,
Եվ տեսնում ենք, որ տեղափոխվեց էջի կենտրոնական հետով։ Էջի լայնությունը փոխելու դեպքում նկարը միշտ կմնա էջի կենտրոնում։ Եկեք հիմա կոմենտ անենք ամբողջ մեր համարյա թե ամբողջ մեր կոդը և գրենք նույն բանը մեկ տողով։ Դրա համար օգտագործում ենք background property և գրում ենք line URL h11.png no repeat fixed center հիշացնենք և փոխենք։ Տեսնում ենք, որ մեկ տողով նույնիսկ այս ամեն ինչը եթե ջնջենք, մեր բոլոր property-ների արժեքները կարող ենք օգտագործել։ Ասեմ, որ այս հատվածը CSS-ում կոչվում է selector։ Եվ տվյալ body selector-ի միջոցով մենք ձևավորում ենք body tag-ը, այսինքն տալիս ենք ավելյալ ֆունկցիոնալություն body tag-ին։ Նույն կոդը եկեք փորձենք օգտագործել գծային կամ inline տարբերակով։ Եկեք վերցնենք տվյալ կոդը և տեղադրենք style ատրիբուտին որպես արժեք։ Վերջի կետստորակետը կարող ենք ջնջել, հիշացնենք և փորձենք։ Տեսնում ենք, նույն կոդը աշխատեց նաև այստեղ։ Եթե փոխենք lime օրինակին, տեսնենք, որ կոդը նորմալ աշխատում է։ Այս տարբերակը կոչվում է գծային կամ inline։ Այս ֆայլերը մեզ այլևս պետք չեն։ Լավ, եկեք փորձենք նաև external կամ արտաքին CSS-ի տեսակը, որը անում ենք link tag-ի միջոցով։ Ֆայլի անուն href ատրիբուտին որպես արժեք տալիս ենք ֆայլի անունը։ Օրինակ file.css։ Նաև ավելացնում ենք type հավասար է tag CSS։ Այս կոդը պետք է ավելացնենք հետևյալ ֆայլի մեջ։ Դրա համար եկեք ստեղծենք այդ ֆայլը։ Եվ ֆայլի մեջ գրենք տվյալ CSS կոդը։ Այստեղից կարող ենք style ատրիբուտը ջնջել
եւ տեղադրենք այստեղ ամբողջ կոդը։ Նաեւ պետք է ավելացնենք body selector-ը, քանի որ external եւ internal ֆայլերի մեջ պետք է անպայման լինի selector։ Բացենք ֆայլը եւ տեսնում ենք, որ CSS կոդ այստեղ ընդհանրապես չկա, բայց link tag-ի միջոցով կարողանում ենք անել CSS ձևավորումը պետք է միշտ ձգտենք օգտագործել external տարբերակը, քանի որ բոլոր edge-երին կարող ենք միևնույն CSS property-ի միջոցով տալ հատկանիշներ։